Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց։ Այսօրվանից սկսում ենք Պետրոս Արաքյալի ընթանական երկրորդ նամակը։ Տեսնենք ինչ է ասում Արաքյալը առաջին երկու համարներում։ Սիմոն Պետրոսը, ծառան եւ Արաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ, որ մեզ հետ հասակ նույն պատմական հավատին մեր Աստծո, երբ Փրկչի Հիսուս Քրիստոսի արդարությամբ, շնորհ ձեզ եւ թող շատանա խաղաղությունը Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտությամբ։ Ինչպես տեսնում ենք, սիրելիներ, Պետրոս Արաքյալն այստեղ իրեն ծառա է կոչում Աստծո եւ Հիսուս Քրիստոսի։ Նա խոնարհեցնելով իրեն, դրա հետ մեկտեղ նա բարձրացնելով իրեն, հիշեցնելու համար, ով որ ծառայում է Քրիստոսին, ավելի ազատ ու ինքնիշխան է, քան աշխարհի բոլոր թագավորներն ու իշխանները։ Որովհետեւ Քրիստոսին ծառայելով դու երկնքի արքայության սպասավորն ես դառնում։ Քրիստոսին ծառայելով դու շատ մարդկանց դեպի փրկություն ես առաջնորդում։ Այդ պատճառով դու ավելի ազատ ու ինքնիշխան ես, որովհետև գիտես քո նպատակը, քո ճշմարիտ կյանքի ապրելակերպի կեցությունը եւ նաեւ թե ում համար եւ ինչի համար այս ամենը անում։ Պետրոս Արաքյալը մաղթում է մեզ շնորհ, խաղաղություն, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսով։ Այսօր մեր կյանքի մեջ ամենից շատ մենք շնորհի եւ խաղաղության կարիք ունենք։ Այն խաղաղության, որ ամեն ինչ, որ մեր շուրջը կատարվի, մենք երբեք մեր հոգու հանգստությունը չկորցնենք։ Այն խաղաղության, որ ինչ էր որ աշխարհում մեր շուրջը կատարվի, մենք մեր նպատակակետից չշեղվենք։ Այն խաղաղության, որով մենք կարող ենք հաստատուն մեր այս աշխարհի մեջ, գիտակցելով, որ մենք Քրիստոսի ներկայացուցիչներն ենք այս կյանքի մեջ։ Առանց մեզ Քրիստոսի ներկայությունը այս աշխարհի մեջ կխաթարվի, որովհետև մենք, որ մեր կյանքով վկայում ենք այդ ամենը, մենք նաև պիտի ապրենք, պահենք, պահպանենք, հետո փոխանցենք հաջորդներին։ Եվ շնորհը դա Աստծո տված ամենամեծ պարգևն է, որով հիշեցնում է Արաքյալը մեզ, որ մենք ենք ընտրված Աստծուց։ Աստված ինքն է մեզ ընտրել իրեն ծառայեցնելու համար եւ մեր միջոցով Աստծո շնորհը մարդկանց փոխանցելու համար։ Եվ հիշեցնում է նաեւ հոգեվոր գիտության մասին։ Առանց հոգեվոր հուսունության, հոգեվոր գիտելիքի փուչ է մնացած մեր բոլոր գիտելիքները։ Ինչ էլ որ մենք ամբարենք մեր շտեմարանների մեջ, մեր մտավոր, մեր հոգեվոր, եթե չկա հավատքի գիտությունը, ճշմարիտ այն գիտությունը, որով որ դու պետք է հաղթես այս աշխարհի մեջ, նեղությունը, դժվարությունը եւ հատկապես մեղքը, մնացած ամեն տեսակ գիտություն մեզ տանում է կորստյան։ Իսկ հոգեվոր գիտությունը Տիրոջ շնորհի խաղաղության միջոցով մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք։ Եվ այս խաղաղությամբ էլ ասում է հավասարվեցիք մեզ, այսինքն հավատքը, որ մի ժամանակ մեղքին ծառայեք, ձեզ բարձրացրեց, դարձրեց Աստծո որդներ, առանց ամոթի եւ առանց կեղծիքի։